Ողջույն սիրելի երկրորդ դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Մայրինիից այսօր կշարունակենք ինչու դինոզավրերը գունավոր հեռուստացույց չունեին թեմայի հաջորդ դասը, որը կոչվում է երազողը։ Նայում են երեխաները նկարին, պատկերացնում են, որ երազողը երևի թե այս մաշտն է։ Տեսնենք, այս դասին դու կկարտաս զարմանալի տեղեկություններ հեռուստացույցի մասին։ Կծանոթանաս մի երազող մարդու հետ։ Այնուհետև նայում են թեմատիկ նկարին, փորձում են գուշակություններ անել, թե ինչի մասին կարող է լինել այս դասը։ Երեխաները տեսնում են ռոբոտներ, հետաքրքիր սարքավորումներ, որոնք գրեթե հիմա անհասանելի են մեզ, բայց ժամանակի ընթացքում հավանաբար կունենանք այս բոլորը։ Հաջորդ նկարում տեսնում ենք ջրի տակ մարդիկ են, օդապարիկի նման փուչիկների մեջ են և կարծես մի ամբողջ քաղաք լինի։ Այժմ տեսնենք ինչի մասին է մեր դասը։ Երազողը։ Արեգին շատ հետաքրքրեց պապիկի ասածը ու նա զարմացած ասաց. Ուրեմն 100 տարի առաջ գունավոր հեռուստատեսություն կար։ Ոչ, կար մի հանճարեղ մարդ, Հովհաննես Ադամյան։ Նրա ստեղծած հեռատես սարքով հնարավոր էր գունավոր պատկերներ ուղարկել մի տեղից մեկ այլ տեղ։ Դա հեռուստացույց էր։ Ոչ, դա մեծ գյուտ էր, որի մասին ամբողջ աշխարհն իմացավ։ Հետագայում այդ գյուտի հիման վրա ստեղծեցին գունավոր հեռուստացույց։ Ուրեմն Հովհաննես Ադամյանը իսկական երազող էր։ Այո, երազող մի հայ էր, գյուտարար։ Գյուտարարն ի՞նչ է։ Մարդ է, որը հնարում է մի նոր, անծանոթ բան։ Այդ մի գյուտն է արել նա։ Ոչ, նա 21 գյուտ է արել, շատ լավ է սովորել դպրոցում, նա նշանավոր գյուտարար էր, հիանալի ջութակահար, հրաշալի նկարիչ էր ու շախմատիստ։ Ես էլ շախմատ խաղալ գիտեմ, համ էլ կարատեի եմ գնում։ Գիտեմ, ապրես, պիտի նաև շատ լավ սովորես։ Այսօր երազելու բաները վերջացել են արդեն, պապիկ։ Խոսքն ուրիշ կողմ թեքեց Արեգը։ Չէ, ինչ ես ասում, հենց մարդիկ դատարեն երազելուց դինոզավրերի նման կվերանան աշխարհի երեսից։ Պապիկ, դե արի շուտ երազենք, որ չվերանանք։ Արի։ Ես մտածում եմ, որ 100 տարի հետո մարդիկ քաղաքներ կկառուցեն ջրի տակ փուչիկների մեջ, երազեց պապիկը։ Ես կարծում եմ, որ 100 տարի հետո ռոբոտները շատ նման կլինեն մարդկանց ու շատ գործեր կանեն, երազեց Արեգը։ Նույնիսկ մեր փոխարեն դաս կսովորեն։ Դա չեղավ, հակառակվեց պապը։ Ամեն մեկը պետք է ինքն իր դասը սովորի։ Լավ, համաձայնեց Արեգը։ Կարծում եմ, կլինեն թռչող ավտոմեքենաներ։ Կլինեն լուսին թռչող ավտոբուսներ, լուսնաթիռներ, շարունակեց պապիկը։ Կկառուցեն երկինք հասնող շենքեր, ասաց Արեգը։ Քաղաքները շատ մաքուր կլինեն, լրացրեց պապիկը։ Ուտելիքն էլ ջրի նման կլինի, կբացես ծորակը և ինչ ուզում ես կգա, ինքն իր երազածից զարմացած ասաց Արեգը։ Այդպես պապիկ ու թոռ դեռ երկար երազում էին։ Հետաքրքիր էր երեխաներ։ Դուք էլ կարող եք երազել տարբեր բաների մասին, ի վերջո բոլորի երազանքները իրականություն են դառնում։ Այժմ հարցերով վերլուծենք դասը։ Ինչ գյուտ էր արել Հովհաննես Ադամյանը։ Հովհաննես Ադամյանը ստեղծել էր գունավոր նկարները տեղից տեղ ուղարկելու մի սարք, որը հանդիսացել էր, ապագայում դարձել էր հեռուստացույցի նախատիպը։ Նրա գյուտի շնորհիվ կարողացել են ստեղծել գունավոր հեռուստացույցը։ Էլ ինչ իմացավ Հովհաննես Ադամյանի մասին թոռնիկը։ Իմացավ, որ լավ ջութակահար էր, գյուտարար էր, հրաշալի նկարիչ էր, նաև շախմատիստ էր։ Ինչպես ես հասկանում, պապիկի ամեն մեկը պետք է ինքն իր դասը սովորի խրատը։ Սա նշանակում է, որ եթե ռոբոտը քո փոխարեն սովորի, դու ոչ մի բան չես իմանա,
Դրա համար յուրաքանչյուր մարդ պետք է ինքը սովորի եւ իր փորձի հիման վրա նոր գիտելիքներ ձեռք բերի։ Եթե ուրիշը քո փոխարեն անի, դու դրանից ոչնչով չես շահի եւ չես կարողանա ոչ մի բան սովորել։ Դու ինչ երազանքներ ունես այստեղ, երեխաներին առաջարկում են կամ զույգերով քննարկել, կամ խմբերով քննարկել եւ ներկայացնել իրենց երազանքները։ Այնքան բազմապիսի ու սիրուն երազանքների մասին կլսենք, որ համոզված եմ, հետագայում տարիներ հետո դրանք իրականություն կդառնան։ Չէ՞ որ այսօր նույնիսկ թռչող տաքսիներ կա, որի մասին մարդիկ շատ վաղուց էին երազում։ Անկամ այս ծովի տակ քաղաքը ինչ որ մի նախատիպ ունի։ Օվկիանոսի մեջ պատրաստում են նմանատիպ հյուրանոցային համարներ, որտեղ մարդիկ գնում են հանգստանալու, եւ օվկիանոսի հատակին գտնվում է իրենց սենյակը։ Այդտեղ նրանք սնունդ են ընդունում, հոգանք են ընդունում, իհարկե բոլոր երազանքներն էլ ի վերջո անպայման իրականություն կդառնան երեխաներ։ Ուստի շատ սովորեք, երազեք, որպեսզի հասնեք ձեր նպատակներին։ Այն առաջադրանքները, որոնք կան աշխատանքային տետրում բաց կթողնենք, միայն կկատարենք քրկում եղած առաջադրանքները։ Նախքան հեռուստացույցի գյուտը մարդիկ իրար տեղեկություններ էին հաղորդում ռադիոյով, հեռախոսով, հեռագրով, նամակով։ Տեսեք հին ժամանակներում Մորզեի այբուբեն կար, այդ այբուբենի միջոցով նույնպես կարողանում են մարդիկ կոդագրված նամակներ ուղարկել միմյանց։ Առաջադրանք երկուսը կարդա զվարթ պատմությունը, այնքան հաճելի ու զվարթ պատմություն է, եկեք կարդանք եւ տեսնենք, որն է այս պատմության հիմքը։ Հայկի հարազատ հյուրերը։ Հայկը հազիվ է հասցնում հանգստանալ, հեռախոսը հրապուրում է, հեռուստացույցը հմայում է, համակարգիչը հրավիրում է, հեռատեսիլը հուզում է, համացանցը հետաքրքրում է։ Հեռատեսիլը երեխաներ փոքրիկ համակարգիչն է, այլ կերպ ասած պլանշետը։ Համացանցն էլ ինտերնետն է։ Հինգն էլ հերթով հրամայում են Հայկին։ Հայկը հասկացավ, հարկավոր է հինգին էլ հանդարտ տեսնել։ Հայկի հրավերով հինգն էլ հավաքվեցին հյուրասենյակում։ Հարգելի հյուրեր, հարազատներս, համը հանում եք, հիշեք, հինգիդ հրամանատարն էլ Հայկն է, Հայկն է հրամայելու հինգիդ էլ, հասկացաք։ Հասկացա, հառաչեց հեռախոսը, հասկացա, հաստատեց հեռուստացույցը, հասկացա, հոգոց հանեց համակարգիչը, հասկացա, հավատացրեց համացանցը, հիանալի է, հայտարարեց Հայկը, հուսով եմ հետագայում համը չեք հանի։ Ինչ օրինաչափություն նկատեցիր։ Նախ պատմությունը կարելի է պատմել եւ յուրաքանչյուր երեխա ինքն էլ տանը ունի եւ համացանց, եւ համակարգիչ, եւ հեռախոս, եւ հեռատեսիլ, եւ հեռուստացույց։ Եվ այս բոլորը երեխաներին խանգարում են կենտրոնանալ եւ դաս սովորել։ Դրա համար Հայկը որոշեց, որ բոլորին էլ ինքն է հրամայելու։ Իսկ ինչ օրինաչափություն նկատեցիք։ Կեցեք երեխաներ, բոլոր բառերը սկսվում էին հ-ով։ Այս ամբողջ պատմությունը մի հետաքրքիր հ-ի հավաքածու էր։ Ինչ պետք է անել, որ խելացի սարքերը համը չհանեն։ Մտածիր, քննարկիր ընկերոջդ հետ։ Համը հանել նշանակում է չափն անցնել երեխաներ, որpիսի այս հետաքրքիր սարքերը համը չհանեն, պետք է չափավորել նրանց նկատմամբ սերը եւ չափավորել նրանց օգտագործումը։ Հիմա երկու նկարով սովորենք մի դարձվածք։ Տեսեք, խոհարարը ճաշ է եփում եւ այստեղ համը հանելը մի իմաստով նշանակում է տհաճ բան անել, չափն անցնել։ Կարող է խոհարարը չափն անցնել աղը կամ այլ համեմունքները ճաշի մեջ ավելացնելիս։ Եթե չափից դուրս շատ է լցնում, համը հանում է եւ ուղիղ իմաստով եւ փոխաբերական իմաստով։ Այսինքն ճաշը կարող է իր հաճելի համը կորցնել, ինչպես նաեւ ցանցրացնել, քանի որ չափից դուրս շատ է օգտագործել։
Իսկ մյուս նկարում տղան անընդհատ մինչև կեսգիշեր ֆուտբոլ է խաղում, այսինքն համը հանում է, ձանձրացնում է իր խաղով, չափ ու սահման չի ճանաչում։ Հաջորդ առաջադրանքները, որոնք մենք կատարելու ենք տետրում, կկատարենք այս սիրուն քառատողի ընթերցումից հետո։ Թե սովորես դու սիրով, գյուտեր կանես նորանոր, կօգնես մարդկանց ամենքին, կջերմացնես քո հոգին։ Ուրեմն պետք է շատ սովորենք, շատ երազենք, որպեսզի մեր նպատակներին հասնենք։ Այժմ աշխատանքային տետրին անդրադառնանք։ Առաջադրանք 1-ը պետք է կարդանք, գրենք, սովորենք աչքի առաջ պատուհանիկի բառերը։ Հովհաննես բառը ուղղագրությունը ուշադիր նայեք, գրվում է հ-ով եւ երկու նայերով։ Կառուցվածք, առաջինը ց, վերջինը ծ։ Գյուտարար, ամբողջ, փորձ, դադարել։ Այս բառերը գրում ենք, սովորում, կազմում ենք բառակապակցություններ, նախադասություն կարող ենք նաև փոքրիկ պատմվածք հորինել այս բառերով։ Առաջադրանք 2-ը, օգտվելով տեքստից ավարտել նախադասությունները։ Գյուտարարը մարդ է, որը բոլորը դուրս է գրված տեքստից, երեխաներ, հայտնագործում, հնարում է մի նոր անծանոթ բան։ Հենց մարդիկ դադարեն երազելուց, դինոզավրերի նման կվերանան աշխարհի երեսից։ 100 տարի հետո ռոբոտները շատ նման կլինեն մարդկանց և շատ գործեր կանեն։ 100 տարի հետո մարդիկ քաղաքներ կկառուցեն ջրի տակ փուչիկների մեջ։ Այժմ առաջադրանք 3-ը լրացնում ենք բաց թողնված տառերը։ Հովհաննես ն-ի մեկն է բաց թողնված, կառուցվածք ծ-ն է բաց թողնված, ամբողջ ջ-ն է բաց թողնված, փորձ գրվում է ց-ով, դադարել գրվում է դ-ով եւ գյուտարար, չմոռանանք ե կիսաձայնը։ Առաջադրանք 4-ը պետք է գրենք եւ գտնենք, թե որ արմատն է ճյուղեր տվել ու ստեղծել խաղացող, խաղալ, խաղալիք, խաղիկ, խաղարան, խաղացնել բառերը։ Գտնում ենք արմատը, տեսնում ենք, որ խաղ արմատն է։ Առաջադրանք 5-րդը արտագրում ենք զվարթ պատմությունը, որը կարդացինք հայերով պատմություններ։ Տեքստի առաջին նախադասությունն ենք արտագրում եւ հաշվում ենք, թե հ-ով սկսվող քանի բառ կար։ Ես հաշվել եմ, ստացվել է 14 բառ։ Այդ 14-ը գրում ենք տառերով։ Եվ առաջադրանք 6-ը լրացնում ենք նախադասությունները։ Դասից քաղած իմ պտուղները։ Ես իմացա, որ երազողները կարող են գյուտարար դառնալ։ Ես հասկացա, որ եթե մարդը չերազի, կարող է վերանալ։ Ես երազեցի, որ ունենամ ռոբոտ, որը ամեն հարցում կօգնի ինձ։ Տանը կպատմեմ իմ իմացած նորությունները հայ գյուտարարների մասին։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։